Աստուծո փառք եւ գոհություն, որ մենք այստեղ կգտնվենք Սուրբիմը օրտնյալ ներկայության։ Սուրբերը Աստուծո ընտանիքին մաս կգազմեն։ Աստված հայրիկ կուզե, որ ամեն կսած սուրբ լանք, որովհետև Աստված կսե սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Անգարելի բան է սուրբը լալը, ոչ։ Անգարելի բան եթե լար, Աստված չերը սեր մեզի սուրբ եղեք։ Գարելի բան է, բայց առանցին չէ, այս շնորհքով Տիրոջ ներկայությամբ։ Եվ որքան սիրելներ մենք մեր վրա աշխատենք, այնքան ավելի կսրբանանք։ Մենք կգտնվենք Padre-Pio-ի ուրեմն ապրած վայրը, ոչ ծննդավայրը, ծննդավայրը Pietrelcina է, այստեղ են մոտավորապես սիրելներ 150 կիլոմետր անտին է, այս քաղաքը կգոչվի San Giovanni Rotondo։ Կտեսնենք այդտեղ Padre-Pio-ի արձանը, Padre-Pio-ն սիրելներ ծնած է 1887 թվականին, 1887 թվականին եւ ապրած է 81 տարի, մինչեւ 1968 թվականը։ Ինք քյուղացի ընտանիքի զավակներ, համեստ, խոնար։ Մեկ հատ իր մեծ եղբայր ուներ, երեք հատ իր փոքր քույրեր ուներ, ամենեն վերջին քույրիկը ինքն ալ մայրապետ եղավ։ Եվ նաև ունեցած էր ուրիշ երկու իրենց իր ծնող զավակներ ունեցած էին, բայց դժբախտաբար մահացած էին։ Այլ խոսքով իրենք 7 հոգի, 7 զավակներ եղած են, որոնց մեր երկուքը դժբախտաբար մահացել են։ Իր անունը, ծննդյան մգրդության անունը Ֆրանցիսկո։ Հետո, եւ որ գրոնական կարգը ստանա, Պիոս առաջին բաբի անունով իր վրա գառնե Պիո անունը։ Պիո կնշանակե Պիոս հայերենով։ Ինք սիրելիներ մանկութենեն Աստուծո հոգիով լեցված էր եւ Աստուծո դան գծարայր։ Քյուղացի զավակ, աղքատի ընտանիք, քանի մատ ոչխարներ ունեին, ոչխարներ գարացել Padre-Pio-ն։ Եվ սակայն փոքր տարիքեն սատանան այս բզդիկ բադանի դղուն միշտ կհալածեր եւ ֆիզիկապես սատանան գչարչարեր Padre-Pio-ին, ֆիզիկապես։ Եվ Padre-Pio-ն այդ ժամանակ Ֆրանցիսկոն չէր գիտեր, որ իր հետ ինչ կպատահեր, ամեն անգամ աղոթքով գփորձեր հաղթահարել։ Ամբողջ ընտանիքը գիտեր, որ այստեղան հիվանդ է, որովհետև հաճախ գմարեր, միշտ դուրս կուտար։ Հիվանդություններով լեցուներ այս զավակը։ Միակ բանը, որ իր ստամոքսը գմարսեր, կամ միակ երկու բաները, մածունը, բանիրը, գաթը եւ մածուն էին, այսինքն գաթ եւ բանիր, այսպես է։ Ուրիշ բան չէր մարսեր իր մարմինը, ամեն անգամ դուրս կուտար եւ ամեն անգամ սատանան իր մարմնին վրա գջնշեր, որպեսզի խորտակերզի։ Օրմը իրենց քյուղը Pietrelcina, այդտեղ ոնդեղը ուրեմն ինք սիրելներ ծնավ Pietrelcina-ի մեջ երկու եկեղեցիներ կային։ Մեկը Սանտա Աննայի անունով է, Սրբույի Աննայի անունով է, Մայրիկ Աստվածածնի մորը։ Այդ եկեղեցու մեջ ինք մգրդվեցավ եւ Ֆրանցիսկո անունը ստացավ։ Եվ մեկը դալ ուրիշ եկեղեցի կար Սանտա Մարիա դելի Անջելի, հրեշտակած Աստվածամոր եկեղեցին, ուր ինքը սկսավ դպրություն անել, երթալ շաբիկ հագվել եւ ծառայել խորանին։ 15 տարեկան էր, երբ որ իրենց քյուղը գուկա Ֆրանցիսկյան կապուչին միապամը, կապուչինը գիտեք սիրելներ, ինչ կույն գակվին, սրջակույն, եւ իրենց մե է որ գուկա կապուչինոն, իրենք է որ այո կապուչինո ուրեմն բաններին ստեղծեցին եւ կապուչինո անունը դերեն գուկա։ Ուրեմն եղբայրներ են ֆրանցիսկանները սիրելներ, եղբայրակցություն են, որոնք աղքատության ուխտ են, եւ Padre-Pio-ն բջիլիկ դակավին երդասար բադանի 14-15 տարեկան, գսե որ ինձյալ հետդ վան կդանիս, ես ալ գուզեմ քեզի պես դառնալ։ Իրեն գսե որ այդ եղբայրը, եթե ծնողներդ համաձայնին, խոսիր իրենց հետ։ Եվ Ֆրանցիսկոն դուն գերտա իր հորը մորը գսե որ անպայման գուզեմ որ ես կրոնավոր դառնամ։ Գտանեն զինք, կներկայացնեն վանքը գսե որ իրեն պետք է ուսում ունենա որ կարողանա ներս մտնել։ Եվ հետևաբար, քանի որ աղքատիկ են,
գյուղացի են ուսումչի արած, հայրը գստիպի լքել իրենց ծննդավայրը եւ հայրը գմեգնի Ամերիկա աշխատելու համար, որպեսզի փող ուղարկե անձնական ուսուցիչ վարձե Padre Pio-ին իր զավգին դասյարակելու, որ կարողանա վանք մտնել։ Իսկապես գահաճողի Padre Pio-ն ուսումի մեջը լավակույնը գնե, որովհետև հավատքով լեցուներ եւ փոքր տարիքեն վանք մտնե։ Երբ որ վանք մտնե, սպեշիալ էր հադուկ էր ինքը։ Ինչու, որովհետև հավատքով հադուկ էր, գոչումով հադուկ էր եւ վանքի մեջը գսկսի հիվանդանալ, էքստազի մեջ ինալ, էքստազի մեջ այսինքն էքստազի, այո, գործվեր, հանգարց, օրերով չեր արտնար, մարգարեություններ գունենար, իր սենյակի մեջը գրիվի ցայներ գելեր, ամեն մարդ գվախնար, գզարհուրեր մյուսները, ինչու որովհետև չար ոգիները ներս կմտնեին սենյակը, իրեն գծեծեին, շատ ահավոր եւ նույնիսկ փոքր տարիքեն իր մարմնի զանազան ցերկերուն, ոտքերուն մեջ են արյուն դուրս կուկա, Հիսուսի չարչարանքը գգրեր, Հիսուսի դարաբանքը գգրեր, բայց մարդ չէր հասկնար։ Եվ հետևաբար քանի որ ինքը հադուկ էր, սպեշիալ էր, ցավի սիրտ իր նկատմամբ ինչ կստեղծվի նախանց, անհասկացողություն եւ կսկսի հալածվի։ Նույնիսկ իրեն գսվի, որ դու այլևս չես կդար այստեղ մնալ։ Բայց Padre Pio-ն մշտական աղոթքով, մշտական վարտարան ընելով, ռոզերի ընելով, իր հավատքի մեջ կսկսի օրական խորանալ եւ այս անգամ կսկսի խոսիլ որոնց հետ, հրեշտակներու հետ։ Հրեշտակներու հետ ինքը խոսեր ինչպես որ բարձ մարդոց հետ կխոսեր։ Եվ այդ պատճառով նաեւ չար ոգիները ավելի կհալածեին զինք, ավելի կչարչարեին զինք։ Padre Pio-ն սիրելիներ զարմանալի կերպով դարբեր շնորհքներ ուներ Աստծո կողմէ։ Շնորհքները մեկը այն էր, որ աղոթած ժամանակ ինքը վեր կբարձրանար։ Աղոթած ժամանակ ամեն մարդ որ կտեսներ կսարսափեր։ Աղոթքի ժամանակ ինքը կդրվեր այս աշխարհեն եւ ուղղակի ոտքերով կբարձրանար վեր։ Իր կյանքի մեջ ուրիշ նաեւ սիրելներ զարմանալի բան ուներ։ Քիչ սուրբերեն է, որ by local գերտար, այսինքն միաժամանակ ինքը հիմա հոս կրնալալ մեզի հետ խոսի, միաժամանակ ինքը կրնա Ամերիկայի մեջ հիվանդի մկովը լա եւ իրեն խոսի եւ բուժե։ Քիչ սուրբեր են սիրելներ, բաղության մեջ որ այդպես եղած են, որ միաժամանակ երկու դեղ գլան։ Եվ երբ որ հարցուցած են իրեն, որ ինչպես կպատահի, ինքը պատասխաները չեմ գիտեր, որ մարմինով հոնեմ կամ միտքով հոնեմ, չեմ գիտեր գսե, բայց Աստված ինձ այդպես սրած է։ Padre Pio-ն նաև սիրելիներ մեծ խոստովանահայր էր, մեծ խոստովանահայր։ Տասնյակ հազարավոր, միլիոնավոր մարդիկ եկած են իրեն խոստովանան կնելու։ Եվ Padre Pio-ն ինքը կսպասեր, որ խոստովանեին իր մեղքերը, մարդիկ իրենց մեղքերը, բայց որ սուտ խոսեր, շատ կփարկանար, որովհետև հոգի կգարտար, մարդուն հոգին կգարտար, մարդուն սիրտը կգարտար, գիտեր, որ իր ասածը սուտ է, գիտեր, որ կծածկե իր ասածը եւ խիստ կփարկանար։ Padre Pio-ն նաեւ սիրելիներ, երբեք չէր հանդուրժեր, որ ոյե մեկ գին ձունգեն վեր, փեշ հակվեր եւ խոստովանանքի կար։ Նույնիսկ եկեղեցվո թուրին վրա գրել դվավ, որ Padre Pio-ն գսե գիները մինչև ոտքեն վար այսքան սանտիմետր հակուստով միայն բգրնանքալ, որովհետև հաջող դուրս կվրընդեր, եթե այդպես գին տեսներ։ Գսեր, որ պետք է մոդեստ ըլա ամեն գին, պետք է ամենքնալ շնորհալի ձևով ըլան, Աստուծո զավակներ ըլան։ Նաև սիրելիներ, Padre Pio-ն գոքներ մարդոց, որբեսի իրենց հանցանքները հիշեին եւ կարողանային խոստովանել։ Padre Pio-ն շատ հետաքրքրական խոսք ուներ, գսեր աղոթք, հույս, ուրեմն աղոթե, հուսա եւ մի մտահոգվիր։ Այսոնք իր բարերն են, աղոթե, հուսա, մի մտահոգվիր, աղոթե, հուսա, մի մտահոգվիր։ Padre Pio-ն սիրելներ չհասկացվեցավ
որոնց կողմ է։ Ոչ միայն իր միապաներուն կողմ է, Վատիկանի կողմ է։ Վատիկանի բաբերը հաջորդող քանի բաբեր եւ որովհետեւ բաբերուն լուր գտանեին աստեղեն, որ Պիոն այսպես կնե լուր գտանեին սիրելներ Պատրե Պիոյին համար, որ ոմանք կսեին, որ սատանայական ուժով գնե, այս գնե, խաբեբայություն գնե, բաբերը սկսան առանցին ինվեստիգեյտորներ ուղարկել, ուզարգողներ ղրգել, ըստուկելու համար, որ Պատրե Պիոն ինչ կնե։ Երևակայեցեք անգամ սիրելներ իր սենյակի խցիկին մեջ բաներ տրին ցայն արծրակրիչներ եւ նաեւ եկեղեցիներու մեջ որ խոստովանանքի դուպերը կան, չէ, որ գնստի գրոնավոր եւ խոստովանանքն է։ Նույնիսկ խոստովանանքի դուպերու մեջ ցայներիստներ տրին, որ ցայնի արծրակրիչներ տրին, որբեսի լսեն, որ Պատրե Պիոն ինչ կխոսի եւ սկսան ասել, որ Պատրե Պիոն սիրահարված է, Պատրե Պիոն մարդոց լավ խորհուրդներ չի դար, Պատրե Պիոն այս այդ, իր անունը որքան գփորձեին ցեխոդել, այնքան ժողովրդի մեջ Պատրե Պիոյին անունը գփայլեր։ Տեսեք սիրելներ, երբ որ Աստված մեկը սրբացնե, որքան ալ մարդ իրեն փորձե ցեխոդել, չի գրնար։ Աստված գավերը։ Պատրե Պիոն սիրելիներ, ըսից էզի արդեն իր բադանեգության ժամանակ իր մարմնի ցերկերեն, ոտքերեն, գողեն, ուսեն արյուններ դուրս կուկային, բայց ինք չեր հասկնա, բայց սարսափ կապրեր, ինչու որովհետև Հիսուսի չարչարանքի պատկերները անմիջապես ինքը ոչ միայն գտեսներ 2000 տարի Հիսուսին ինչ պատահած էր, իր մարմնին վրա կսկա։ Եվ այնպես կպատահի, որ 1918 թվականին Պատրե Պիոն գունենա սիրելիներ ստիգմատաները, այսինքն Հիսուսի վերքերը, երկու ցերկերուն վրա, երկու ոտքերուն վրա, եւ մշտապես արյուն գուկային այդ ցերկերեն։ Ինք շատ կամճնար, չէր ուզեր, որ մարդիկ տեսնեին, ատուր համար, եթե Պատրե Պիոյին պատկերներ տեսնեք, իր ցերկին վրա ցերնոց տրած է, չէ, կամ սևով պատած է, որպես չտեսնեն, որովհետև ուղղակի արյուն գուկա եւ Վատիկանը անիկա նույնիսկ նկատեց սատանայական, երևակայեցեք։ Եվ Պատրե Պիոն սակայն մնայուն գերբով հնազանդ էր։ Եկեղեցվո շատ հարցերու մեջ է, օրինակ Վատիկանի երկրորդ ժողովը, որ եղավ եւ շատ հարցեր, որոնք Վատիկանի երկրորդ ժողովը կանոններ նշանակեց, Պատրե Պիոն խստիվ դեմ էր, բայց կսեր, որ ես նորեն կսե եկեղեցվո հնազանդ եմ։ Եվ սիրելներ, Պատրե Պիոյին 50 տարի այդ ստիգմատաները մնացին, 50 տարի, իր մահանալեն, իր վախճանելեն, քանի մոր առաջ այդ ստիգմատաները անհետացան, ամբողջությամբ, զարմանալի գերբով, և ինչ պատահեցավ, վերջին օրը սիրելներ, բադրակ վիդեներ, իր ստիգմատա ունենալու 50-րդ տարիներ, սեպտեմբեր 22, Պատրե Պիոն ձերացած 81 տարեկան ցավերու մեջ այդքան ձեծ կերած է սատանայեն, չմոռնաք, մարմինը խոշտանկված է, զորով բադրակի գելեր ցայնը հազի գելե իր գրնակ YouTube-ի վրա դիտել իրեն վերջին բադրակը, գրնակ դիտել սիրելներ, եւ վերջին բադրակը հազիվ գնե արդեն ամբողջությամբ նկարացած գինա արդեն, չի գրնար ինքսինքը բանել, բահել, եւ հաջորդ օրը գեսորևեր ժամը 2:40 անց Պատրե Պիոն իր աչքերը կփակե։ Իմիջայլոց ասեմ, որ իր վերքերուն համար Վատիկանեն քանի բժիշկներ գուքան, տասնյակ բժիշկներ գուքան, որբեսի բացատրություն մտան, գիտական բացատրություն մտան ինչ է այս վերքերը, եւ բոլոր բժիշկները գապշին, որ իր ոսկորները դեղեն շատ չէ, բայց վերքերը իրական վերքերը եւ վերքերը բան կապած չեն, ինչ կսեն, միկրոբ կապած, տարախ կապած չեն, ապրիկ ընտագարակը վերքերեն ամեն անգամ վարդի հոտ կուկար իր վերքերեն, գրնակ երևակայել, Աստուծո հրաշքը, Պատրե Պիոն սիրելներ հզոր սուրբ է, եւ ինքը սիրելիներ իր նշանավոր խոսքերեն մեկն է, որ քանի որ ինքը դեսներ սատանաները եւ մարդոց կսկուշացներ սատանաները, գսեր որ եթե չար ոգիները մարմին ունենային մարդոց պես, արևը գխավարեր, այդքան բան կար, եւ գսեր հավատացյալներուն, ինչպես կրնակ մակրվիլ, սրբանալ, ինչպես կրնակ իսկապես ճշմարիտ հավատացյալ լալ, քանի մը օրենքներ ուներ,
գսեր առաջին երկու շաբաթ անգամը պետք է խոստովանիք կամ շաբաթ անգամը ներողություն գսեր շաբաթ անգամը խոստովանիք ամեն օր հաղորդություն արնել Աստուծո խոսքը ընթերցել վարտարան գդարել եւ 5-րդը գարձեմ ողորմություն գդարելն է իմա չեմ իշեր ամենայն թեւս Padre-Pio-ն սիրելիներ հազարավոր մարդոց հազարավոր տասնյակ հազարավոր մարդոց փրկության պատճառ եղած է շատ թեմ եղած է կոմունիզմին կոմունիստական շարժումին համայնավարության որովհետև ինք այդ ժամանակ ապրած է չմորդակ նույնիսկ Մուսոլինի ժամանակ մեկը գուկա այստեղ խոստովանելու իբրև թե Padre-Pio-ն հազիվ իրեն գտեսնե չի ճանչնար բայց Padre-Pio-ն սիրտ կգարտար գտարնա բարձրացային վրան գբորա գսե որ քանթեցիկ գսե Իտալիան եւ ամբողջ աշխարհը հիմա եկերես մեղքերը խոստովանելու գսե շատ խիստ էր Padre-Pio-ն իր հավատքին մեջ շատ խստապահանջ էր շատ չեր սիրեր սիրելիներ ոյե մեկ բան այլ խստապահանջ էր իր հավատքի մեջը նույնիսկ իր հորը նկատմամբ եւ որ հայրը գվերաթարնա Ամերիկայեն եւ ինքը գուզե որ որտեղ մաման ճշմարտաբար ավելի առաջ կմահանա քան թե իր հայրիկը եւ իր հայրիկը իր խնամքին դակ կառնի վերջին 10 տարին բայց իր հորը փրկության համար իր հորը մեղքերը գահիտնի ինք իր հորը մեղքերը գահիտնի եւ հայրը արցունքը աչքերուն գսե որ դու ուրիշ գիներու եդևեն կացերես այս ամեն ինչ գսե իր հորը եւ գսե որ եթե գուզես բրգվիլ դի խոստովանիս Padre-Pio-ն սիրելիներ ոչինչ են գորոշե որովհետեւ այս շրջանի մեջ ինքը ըսի Պիատրեչինա քաղաքը ծնած է բայց այստեղը Սան Ջովանի Ռոտոնդոյի մեջ ապրած է շատ աղքատներ կային եւ աղքատներ որոնք այդ ժամանակ համաշխարհային պատերազմը եղավ չմորդակ առաջին համաշխարհային պատերազմ երկրորդ համաշխարհային պատերազմ աղքատություն հիվանդներ որոնք տրամ չունեին որ հիվանդանոց մտնեին Padre-Pio-ն գորոշե Աստուծո զորությամբ ինչն է հիվանդանոց սարքել հիվանդանոց սարքել սիրելիներ կփորձե եւ տրամ չկա այստեղի աշխատողներուն գսե որ պիտի ամենքս միասին աշխատին կսե եւ գսկսին աշխատել բայց Padre-Pio-ին սարկած հիվանդանոցը սիրելիներ իր մտքի մեջը հսկա հիվանդանոց միտլար որ բոլորին օգտակարություն ունենան ուրեմն աշխատողները գսկսին աշխատել բայց դեմը գաստի որ Padre-Pio-ին գսեն Padre-Pio քու արածդ շատ լավ բան է այո բայց մենք չենք կրնար ծրի աշխատել մինչև մեզի տրամ չդաս մենք չենք կրնար աշխատել Padre-Pio-ն ինչ որ ուներ ինչ որ հավաքած էր աճ ծախեն այդ գումարով էր օրը սկսած էր շնել գսե որ հարց չկա Աստված բաբա մեր տրամը գուտա հաջորդ օրը մեծահարուստ իմը գուկա 250 միլիոն լիրա այդ ժամանակ գուտա որպես հիվանդանոցը շինվի սիրելիներ նայեցեք այս հսկա հիվանդանոցը աշխարհի մեջ այդ ժամանակ երրորդ ամենամեծ հիվանդանոցն էր սիրելիներ ամենամեծ եւ հիվանդանոցին մուտքին պիտի տեսնեք Padre-Pio-ին պատկերը արդեն դրված է սիրելիներ եւ ուրեմն երբ որ բացումը պիտի կատարվեր այս գինը գուկա հիվանդանոցի մեջ նաեւ բստիկ եկեղեցի մը կա ուրեմն երբ որ գինը գուկա Padre-Pio-ին այդ գբդդի հիվանդանոցի մադուրը եկեղեցին գերտա չապելը հանգարց գինը ներս երբ որ գմտնե գտեսնե աստվածամոր պատկերը բայց աստվածամոր պատկերը իր թեմք ունի իր թեմքը նվիրատուին թեմք ունի եթարնալով գսե որ Padre-Pio բայց աստվածամոր պատկերը ինձի կնմանի Padre-Pio-ն գսե ինչու կզարմանաս գսե ով է գսե աստվածամայրը գսե աստվածամայրը մարդկության ամենամեծ բարերարն է որ աշխարհին ընծայեց Հիսուս Քրիստոսը հետևաբար ով որ բարերարություն գնե աստվածամոր կնմանի So բարերարությունը աստվածամոր կնմանցնե մարդոց կապ չունի գումարիտ նվածի մեծությունը այլ ոգին որովհետև աստվածամայրը մեծակույն բարերարն է որ մեզ ընծայեց Աստուծո որդին աշխարհի մեջը Սիրելիներ շատ հրաշքներ կատարվեցան Padre-Pio-ի մահանալեն ետքը եւ իր ներկայության անշուշտ, բայց ինքը խոնար էր, ինքը իմիջայլոցեմ նաեւ հերադեսիլին թեմ էր, տելևիզիոնին թեմ էր, իր ամբողջ կյանքի ընթացքի մեկ անգամ միան հարցազրույց ունեցած է հերադեսիլին, որովհետեւ երբ որ եկան իրենսին որ հերադեսիլ գա շատ բաներ ցույց կդրվին եւ նույնիսկ
վանքերու մեջ սկսած են հերադեսիլ տեսնել, ասա որ ասիգա ասավ սադանայ է ասավ, ասով ասավ շատ քանտումներ բիդել աշխարհի մեջ եւ իր խոսքի եղավ։ Падրե Պիոն նաեւ շնորհք ուներ սիրելներ մարգարեությանըսի։ Հետաքրքրական է, երբ որ այստեղ սիրելիներ ինքը խոստովանահայր էր, Հռոմի մեջ ուսանողը, լեհ ուսանողը, պոլիշ, լեհաստանցի, ուսանողը եկած էր Հռոմ գուսաներ։ Եվ այստեղ այցելության գուքա ու գտեսնվի, որու հետ Падրե Պիոյին հետ այս ուսանողը։ Եվ Падրե Պիոն իրեն գտեսնե, գտարնա եւ իրեն գսե, թուն գսե։ Այս եկեղեցվո ամենն բարձր պաշտոնը պիտի սպաղեցնես։ Եվ դարիներ յետ այդ մեկը գտարնա Ժան-Պոլ երկրորդը։ Ժան-Պոլ երկրորդը գտարնա Պոպ քահանայապետ։ Եվ երբ որ ես դարիներ առաջ այստեղ ուսանող էի Ժան-Պոլի ժամանակ 1999-ին մայիսի 2-ին Վատիկանի որ այցելեցինք այդ հսկա հրապարակը 300,000 մարդ հավաքված էր եւ այդ 300,000 մարդոց մեկը ես էի երբ որ Ժան-Պոլ Բաբը երանելի գոչեց, բլեստ գոչեց ուրեմն Падրե Պիոն, իսկ 2002-ին 3 տարի հետ Ժան-Պոլը դարձյալ Падրե Պիոն սրբացուց եւ դարձավ Սուրբ Падրե Պիո։ Տեսեք սիրելիներ ինչ հզոր սուրբ եղած է Падրե Պիոն։ Այս եկեղեցին որ գտեսնեք հին եկեղեցին է։ Գողքը քեզ անտիկա գոչվի, հին անտիկ եկեղեցի, ամենեն հին եկեղեցին է։ Իսկ այս եկեղեցին Падրե Պիոն ուր որ ծառայած է, գոչվի սիրելիներ Սանտա Մարիա դելե գրացիե, այսինքն շնորհած շնորհներու Սուրբ Աստվածամոր եկեղեցի։ Եվ վերևը տեսեք Աստվածամոր արձանն է Մանուկ Հիսուսը կրգած, իր գլխում վրա 12 աստղերը, որովհետև ադիգա առնված է որ պատկերեն, հայտություն Հովանու 12-րդ գրքեն, որ Հովանես Արաքյալը տեսավ Աստվածամայրը արև հակած էր, ոտքին տակը ուրեմն լուսինը եւ 12 հատ աստղեր կային, ուրեմն թաքն է Աստվածամոր, իսկ վարը նայեցեք խաչի երկու թևեր կան, չէ, խաչին տակը թևեր կան, գրված է Pax, լատիներենով Pax, et bonum, Pax կնշանակե խաղաղություն, et կնշանակե եւ bonum կնշանակե լավություն, խաղաղություն եւ լավություն։ Այսինքն խաղաղ եղիր խաղաղություն է եւ ինչ է լավություն է։ Ուրեմն սիրելիներ Падրե Պիոն այդպես ռավ խաղաղություն էր եւ լավություն էր։ Падրե Պիոն սիրելիներ այստեղ ծառայած է իր թաղման ժամանակ երևակայեցեք որ հագարակ որ Վատիկանը շատ թեմ էր մորցած էզի քանի անգամ ասել որ քանի անգամ Падրե Պիոն փորձեցին Վատիկանը փորձեց զինք եկեղեցին հանել ուրիշ տեղ ղրգել ժողովուրդը ասին որ եթե այդպես բան մնես Վատիկանին հեղափոխություն գնենք թե մտկելենք եւ Վատիկանը ստիպած մնաց բայց ուրիշ պատիժներ սահմանեց արկիլեց Падրե Պիոյին ժողովրդին դիմաց բادرակ մատուցեց տեսեք սիրելիներ եթե եկեղեցվող ղեկավարությունը մեգուն սկսի հալածել եկեղեցվող ղեկավարության հալածանքը շատ դաժան է ցավի սիրել ասիկա ափսոսալով գսեմ սատանայի կողմեի ասիկա ուրեմն արկիլեցին իրեն սիրելիներ մարդոց դիմաց բادرակն է արկիլեցին իրեն խոստովանանք լսե մարդոց խոստովանանքները լսե արկիլեցին իրենց մարդոց հետ շփում ունենա այլսին որ թուն առանցին պիտի մնաս եւ դարիներ այդպես ապրեցավ Падրե Պիոն երևակայեցեք բայց հագարակ այդ բոլորին եւ որ ինք մահացավ այստեղ իր թաղման 100,000 մարդ եկավ իսկ այսօր Падրե Պիոյին համար սիրելիներ Падրե Պիոյի անունով աղոթքի խումբեր կան աշխարհի 4 կողմերը, դարբեր խումբեր կան, այդ մոտավորապես 3,000-ն ավելի խումբեր կան,
Padre Pio-ի աղոթքի խումբ կգոչվի, որովհետև Padre Pio-ն կկաչալերեր մարդիկը որբեսի ինչն էին, բարդարան ասեին եւ աղոթեին, մշտական աղոթեին, որովհետև Padre Pio-ն աղոթքի զորության գավադար, աղոթքը մեզ կպաշտպանե սատանայի բոլոր տեսակի հարձակումներին։ Ինչու համար սիրելիներ, երբ որ վախտանք ամիջապես կխաչագնքենք, ինչու համար երբ որ վախտանք ամիջապես կաղոթենք, երբեմն չի բադայր որ անգողիներու մեջն եք եւ հանգարց սատանայի գաբան կսկակ, գսկակ ուղագի սատանա չար ոգիներու ներկայության եւ գսկակ որ գաբված եք, գաբված եք ձեր ձեռքեր, չեք կնալ նույնիսկ շարժեր որ խաչ անեք, բայց երբ որ ձեր միտքեն աղոթք մնեք եւ խաչ անեք ձեր միտքեն, ամիջապես կարծակվին։ Սիրելիներ, աղոթքը մեծ զորություն ունի։ Բարք ես Աստված։ Ամեն ինչին։ Ուրեմն, սիրելի եղբայրներ եւ քույրեր, հիմա որ դուք առաջին խումբն եք, որ դեզի բերածեմ Padre Pio-ի այս սրբադերին։ Անուսիկ զանգակները։ Երկն է ասկա, երկ է սիրելիներ։ Աղավնիներն ալ դեսեք աղոտ կնեն գործը։ Ամեն, ամեն, սիրելիներ, ինչ կսեի, լավ, նայեցեք հիվանդանոցին վերը, գտեսնեք Հիսուսի արձանն է, ամեն գողմեն վերք ունի Հիսուս, որովհետև այս հիվանդանոցը աղքատներու հիվանդանոց է, այսինքն բոլոր անոնք, որոնք վերքեր ունին, անոնց համար է սիրելիներ և Հիսուսի այդ արձանը հավասիկ այդտեղ է։ Եվ որ բարեգործություն միտենք իսկապես Աստծո անունով բարի կրեք, որ մարդկությունը ինքը օգտվի։ Ոչ անունի համար, այլ Աստծո փառքին համար։ Այսքանը սիրելիներ Padre Pio-ի մասին, գուզեմ որ գսեի ցեզի առաջին խումբն եք, որ ցեզի այստեղ բերի եւ փառք Աստծո, որ ամենքս եկանք, որովհետեւ Սուրբերու կյանքը սիրելիներ մեզի համար օրինակ է, որ խոնար մնանք։ Սուրբերը այն մարդիկ եղան, որոնք Աստուծո շնորհքով հարուստ էին, բայց խոնար էին։ Մենք ալ սիրելիներ, որքան ալ շնորհքներ ունենանք, այդ շնորհքը միշտ ասենք, որ շնորհքը Աստուծո է, փառքն ալ Աստուծո։ Ասենք, շնորհքը Աստուծո է, փառքն ալ Աստուծո։ Որովհետև եթե Աստված շնորհք չտա, մենք ոչինչ կրնանք անել, իսկ եթե մենք փառքը Աստուծո չնձայենք, մեր անձին բահենք, մենք կգործվենք։ Եղավ։ Ուրեմն հիմա գուզեմ նաև սիրելիներ ասել, որ Padre Pio-ին մարմինը դարիներ ետք եւ որ ուզեցին հանել, որբեսի գդորը փոխեն եւ գդորը որբես հավատքի սրբություն բաժնել մարդոց, դեսան որ Padre Pio-ին մարմինին մեծ մասը նույնը մնացած է։ Ջագադի մասը սկսած էր հալիլ, բայց գզագի բաժինը մարմինի մեծ մասը ամբողջությամբ ամփոփ մնացած է, իսկ ուրեմն նկատեցին, որ իր ցերկերու բաժինը փայլքը այնքան քեղեցիկ գարձեք թե մենիկյուր պեդիկյուր եղած է, այդքան անուշիկ է, բայց վերքերու դեղը չկա, որովհետև ինչպես ասի, իր մահենքանի մոր առաջ իր վերքերը ուրեմն վերացան, այո։ Ուրեմն ուզեցին, որ այդ բաժինները, որոնք հալած են, փդած են, մոմով սարքեն, բայց հետո մտածեցին, որ Padre Pio-ն նկար ունի եւ այդ նկարը միշտ կտրվի, դեսած եք սիրելիներ, այդ նկարին ցևով թիմագմը սարքեն, որբեսի իր թեմքը ծածկեն վախնալիք չլա անշուշտ,
թեմքը ծածկեն թիմագը, ուրեմն մենք հիմա պիտի տեսնենք նաև այս եկեղեցին յետևի կողմը նոր սարքած եկեղեցի կա, եւ նոր սարքած եկեղեցին սիրելներ կգոչվի Saint Pio, այսինքն Սուրբ Պիոս, Սուրբ Պիոսի անունով է այդ եկեղեցին։ Եկեք սիրելներ, ծեր աղոթագիրքերը բացեք, ես Սուրբ Պիոսի մասին, Սուրբ Պիոյի մասին աղոթքը խմբագրեցի, բացեք էջ 49, Կամ եկեք ներսը մտնենք, ներսը աղոթ կնենք իր դեղը, բայց եկեղեցին մեկ հատ այցելենք այս եկեղեցին, վերջը յետևի եկեղեցին երտանք, որ նոր եկեղեցին է, 1991-ին սկսավ սարքվել եկեղեցին եւ 2004-ին, 13 տարի դեպս, 13-14 տարի, 2004-ին բացումը կատարվեցավ այդ եկեղեցով։ Հետևաբար նախ հին եկեղեցի մտնենք, Santa Maria delle Grazie եւ ապա սիրելներ երթանք Սուրբ Պիոյի նվիրված եկեղեցին։ Եկեք, Աստված ծեր բոլորին ուխտը կատարյալն է, կխնդրեմ սիրելներ, արիթ ստեղծեցեք այստեղը ամեն մեկս, մեր ինչա որ գիշենք մեր մեղքերը, մեր զանցանքները խոստովանելու, որովհետեւ Padre Pio-ին կով եւ որ մարդիկ ուկային, ինքը գեղձավորությունը չէր հանդուրժեր։ Ինքը երեսին գսեր մարդոց, որ սուտ կխոսիս, չես խոստովանա ճշմարտորեն, ադորամալ սիրելներ, եթե Padre Pio-ն բարձ մահկանացու լալով գիտե մարդու սրտի մեջինը, ուր մնաց Padre Pio-ն ստեղծող եւ մեզ ստեղծող Աստված, որը սավ դուք մարդու թեմքին գնայիք, բայց ես մարդուն սրտին գնայեմ։ Եկեք սիրելներ, մեր այս ուխտակնացության ընթացքին մեր սիրտը մաքրենք, մեր օքի մաքրենք, մեր միտքը մաքրենք եւ մաքուր քրիստոնյա ալանք։ Սիրելներ, հավատացեք, որ եթե մաքուր քրիստոնյա ալանք, մարդիկ ավելի կսիրեն մեզ։ Պիտի լավ որ մարդիկ պիտի չսիրեն։ Padre Pio-ին տեսեք, որքան մարդիկ չսիրեցին, բայց Padre Pio-ն ուրիշներուն դիմաց ավելի արդարացավ։ Որքան ալ փորձեն մարդիկ մեր մասին զրբարդել, չարախոսել, վեճ չունիք բայկարելու։ Հավատացեք, վեճ չունիք։ Ձեր տա Աստծո անցնեցեք, Աստված ինքը չի ցկեր որ ցեխի մեջ մնա։ Գիտեք գսի ժողովրդական արածը, որ ոսկին նույնիսկ ցեխի մեջ չի դատրիր ոսկի լալե։ Ոսկին ոսկի է, հա? Ուրեմն Աստված մեզ այդ ոսկին պես ետ դուրս կբերե ամեն տեսակ ցեխերեն։ Միայն մեր սիրտը մաքրենք Տիրոջ դիմաց եւ իսկապես սիրելներ, եթե որպես ճշմարիտ ուխտավոր գուզենք օգտվել այս ուխտակնացությունեն, խոստովանենք մեր մեղքերը, որովհետև մեղքերն են, որ մեզ կբղձեն։ Մեղքերը տարախի նման են։ Տեսեք, Padre Pio-ն վերքեր ունեցավ, բայց չի տարախոդեցան։ Վարդի հոդ ելավ։ Իսկ մենք երբ որ մեր մեղքերը ծածկենք, կթարախոդենք։ Մեղքերը կանսերի նման են, մեզ գուդեն ներսեն։ Տիրոջ դիմաց խոստովանենք եւ դերը գսե խոստովանե մեղքերդ, գներեմ եւ հավիտյան չեմ իշել։ Որովհետև այն մեղքերը, որ խոստովանենք, Աստված պիտի չի իշե, իսկ այն մեղքերը, որ ծածկենք, Թադաստանի օրը ամբողջ դիեզերքին դիմաց դերը պիտի հայտարարեն։ Եվ այդ ժամանակ ինչ պիտի ասենք, լերներ մեր վրա թափեցեք։ Հետևաբար սիրելներ, արի թե որ մեր անձերը մաքրենք խոստովանությամբ, ապաշխարությամբ եւ իսկապես նոր մարդ դառնանք, որպես երբ որ ծեր հարազատներուն, ծեր դուները դառնանք, մարդիկ ցեզ նային, ասեն որ փոփոխություն կա ծեր վրա։ Ինչ եղած եք, դու գսեք որ նորոգված եմ Հիսուսի արունով, նոր մարդ դարձած եմ։ Ամեն։ Ծեր ուխտը կատարել ասիրել։